Պարոն Մեխակյան, ոնց եք գնահատում այսօրվա քարոզարշավը համայնքներում, գյուղերում։ Կարծում եմ շատ լավ, մեզ էլի շատ հոգեհարազատ երկու բնակավայրերում ենք, Հովտամեջ եւ Գեղարքերտ, որտեղ նախորդ տարիներին ահռելի մեծ ծավալով եւ այս պահին էլ ընթացիկ շատ աշխատանքներ են իրականացվում եւ եւս մեկ անգամ առիթ է այս քարոզարշավը մեր բնակիչների հետ շփվելու, նախ լսելու իրենց գոհունակության խոսքերը, երկրորդ հերթին լսելու իրենց նոր առաջարկները, այն խնդիրները, որոնք այս ընթացքում լուծում չեն ստացել, եւս մեկ անգամ իրենց հետ շփվելու առիթ է։ Օրինակ ասում են, որ խոյում ահագին բան է կարել, այնքան ինչքան որ նախկինները տարիների ընթացքում չեն արել, չէ՞ առաջնահերթություններ ունեք, որ օրինակ վերահաստատվեք ձեր պաշտոնում, ավելի ընդլայնեք։ Իհարկե ունենք առաջնահերթություններ, որովհետև մենք երբ որ ստանձնել ենք այն ժամանակ համայնքի ղեկավարի պարտականությունները մեր թիմով, ամեն բնակավայրի համար մշակել ենք ծրագրեր եւ այդ ծրագրերի շարունակականությունը պետք է ապահովենք եւ իհարկե նոր խնդիրները, որոնք նոր կարիք են առաջացել, նաեւ դրանք ընդգրկենք մեր ծրագրերի մեջ։ Մենք ընտրվելուց հետո 6 ամսյա ժամկետում պետք է համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը գրենք եւ այդ զարգացման ծրագիրը գրելուց առաջ մենք եւս մեկ անգամ մոնիտորինգ կարենք մեր բոլոր խնդիրները եւ դրանք կներառենք մեր զարգացման ծրագրում։ Պարոն Մեխակյան, մի ընդդիմադիր լրատվամիջոցի հրապարակման հետ կապված կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, թե իբրև ձեր քույրը, քրոջ ամուսինը, նրա եղբայրը սարսափեցնում են բնակիչներին, չգիտեմ ծանոթ եք թե չէ հրապարակմանը, որ անպայման ձեզ ընտրեն թե չէ վատ կլինի, ինչպես կմեկնաբանեք։ Դա կատարյալ հիմարություն է։ Ես հորդորում եմ սույն լրատվամիջոցին իր ցանկացած ժամի եւ օրվա մեջ գալ մասնակցել մեր քարոզարշավին եւ ականատես լինել մեր քարոզարշավին, թե ինչպիսի գրագետ ճիշտ բնակիչների հետ լավ շփում է ստացվում մեր քարոզարշավի ընթացքում։ Հիմա օրինակ շատ են գնում, որ վարչական ռեսուրս է կիրառվում, հենց նոր միասնություն թևեր այդ խումբներ տարածել, թե ամենաշատը ձեր կողմից են խախտումները, դպրոցների, մանկապարտեզների ղեկավար անձնակազմին հորդորել մասնակցել քարոզարշավին։ Չկա որևէ նման բան, որովհետև մենք իրականում լրացուցիչ վարչական ռեսուրսի կարիք էլ չունենք։ Մեր ցուցակը բավական ընդգրկուն է եւ հենց այդ ռեսուրսը լրիվ բավարար է, որպեսզի մենք լիարժեք քարոզարշավ իրականացնենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։